Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր առողջ զրույցի տաղավար եմ հրավիրել բժիշկ էմբրիոլոգ, կենսաբանական գիտությունների թեկնածու, Silk Medical բժշկական կենտրոնի տնօրեն Լուսինե Մարտիրոսյանին։ Լուսինե ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ ձեզ այսօր հյուրընկալել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք այս հաղորդումով ոնց որ եզրափակում ենք կանանց միամսյակը եւ այն, որ եթե նայում ենք վիճակագրական տվյալները, պաշտոնական վիճակագրական տվյալները, որ եթե անցյալ տարվա հետ համեմատենք 2023 եւ 2024 թվականները իրար հետ, ապա ծնելիությունը 3000-ով պակասել է, այսինքն կարծես թե ամեն ինչ արվում է, որ մեր ազգաբնակչությունը շատ բալիկներ ունենա, բայց այնուամենայնիվ ծնելիությունը պակասում է։ Դուք որպես մասնագետ որտեղ եք տեսնում խնդիրները, ինչու է այդպես, ինչ եք անում այս հարցում մեր կանանց, մեր ընտանիքներին աջակցելու համար։ Շատ հետաքրքիր հարց է, հրավերքի համար շատ շնորհակալ եմ։ Մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի փորձենք բարձրացնել այդ ցուցանիշը։ Այո, ցուցանիշը իրոք շատ ցավալի է, որ այդպես է, որովհետև ինձ թվում է վերջին դեպքերից հետո, վերջին 20 թվականից հետո պետք է լիներ հակառակը։ Պատճառները տարբեր կարող են լինել։ Պատճառները կարող են լինել, այսինքն այնտեղ են թաքնված, որ հիմա նախ երիտասարդությունը չի ուզում երեխա ունենալ։ Երիտասարդությունը հիմա ձգտում է կարիերայի, ձգտում է ունենալ ինչ-որ նյութական բաներ, պաշտպանված լինել ֆինանսապես, հետո որպեսզի կարողանա երեխա պահել, որովհետև այսօր մեր երկրում չենք թաքցնում, շատ թանկ հաճույք է ընտանիք ունենալ, երեխա պահել, ընդհանրապես ապրել է։ Ես մարդ որ եղել եմ տարբեր երկրներում, կարող եմ ասել, որ Երևանում շատ դժվար եւ թանկ արժի կյանք։ Այո։ Պատճառները թաքնված են նաև այնտեղ, որ քանի որ մեր երկրում բժշկությունը հիմա մի քիչ սոլիդար չի հնչի իմ շուրթերից, բայց բժշկությունը շատ վատ վիճակում է գտնվում եւ այն զույգերը, որոնք հիմա տառապում են անպտղությամբ, մի մասը դա անկիրթ բժիշկների ձեռքով եկած եւ ռեպրոդուկտիվ տարիքը կորցրած պացիենտներն են, որոնք արդեն շանս չունեն ոչ մի բան անելու կամ վերադարձնելու կամ ինչ որ կերպ լուծելու այդ հարցը։ Եթե վերադառնում ենք թեմային արհեստական մեղմնավորման, արդեն դա շատ թանկ հաճույք է, անկախ նրանից, որ մեր երկրում հիմա տարիքը կանանց 40 են սարքել, բայց դա եւս ոչինչ չի փոխում։ Այսինքն, եթե նույնիսկ կնոջ տարիքը 40 է եւ նա ունի այդ հնարավորությունը օգտվելու պետպատվերից, դա ոչինչ չի նշանակում, դա էլի կապված է մեծ գումարների հետ, որովհետեւ ոչ բոլորն են համապատասխանում ստանդարտներին, որոնք նշված են նախարարության նորմերում, եւ մի շարք շարունակական փոխկապակցված խնդիրներ։ Այստեղ որպես 25 տարի վերարտադրողական առողջությամբ զբաղվող գինեկոլոգ ասեմ, որ շատ դեպքերում էլ արհեստական բեղմնավորման ծրագրերը չեն արվում տեղին եւ ասենք շատ անգամներ կարելի է չանել արվում է ի հավելում ասվածին, այսինքն մենք ստեղ խնդիրներ ունենք, բավականին խնդիրներ ունենք։ Դե իհարկե կան բացթողումներ, շատ մեծ բացթողումներ իմ համար Ես վերջին 1 տարում եմ Հայաստանում, երբ որ սկսեցի շուկային ծանոթանալ պացիենտների, որոնք արդեն մի քանի կլինիկաներում եղել են, սկսեցի ծանոթանալ էլեմենտար քարտերի բժիշկների, որոնք որ գրված էլ չեն, դու չգիտես այդ պացիենտը ինչ պրոցեդուրաներով անցել, ինչ ճանապարհով անցել, ինչ դեղերով անցել, ոչ մի ինֆորմացիա չկա։ Կամ էլ ամեն ինչը շատ ստանդարտ, ոչ ինը միանման, առանց հաշվի առնելու անհատական կա հատուկ մի քանի պրոտոկոլ, հայերեն չգիտեմ, ու այդ պրոտոկոլով շարժվում են բոլորը։ Այսինքն ստանդարտից դուրս ոչ մի ալտերնատիվ տարբերակ չկա, որպեսզի ինդիվիդուալ մոտեցում լինի ամեն մի պացիենտին։ Ամեն պացիենտը դա ինդիվիդուալ մարդ է, որը որ ունի պետք է լինի մոտեցում այդ մարդուն, տարբեր օրգանիզմ, տարբեր գորմոններ, տարբեր ֆունկցիաներ եւ այլն։ Հիմա այստեղ ունենք շատ մեծ խնդիր, օրինակ վերջին նախարարության հրամանում գրված է, որ Հայաստանի Հանրապետություն օրինակ արտամարմնային բեղմնավորման գնում են պացիենտները այն դեպքում, երբ 6 անգամ արել են օրինակ արհեստական սերմնավորում, ինսեմինացիա, եւ չի ստացվել եւ կարող են գնալ
Բայց արդեն անել դատամանման 6 անգամ։ Ուզում եմ հասկանամ լոգիկան 6 անգամ անելու, եթե 6 անգամ արված արդեն ինսեմինացիան ինքը արդեն մեկ անգամից հետո պարզ է, լավ 2 անգամ փորձենք, բայց 6 անգամ արդեն մի ամբողջական փաթեթ կարելի է փորձել արտամարմնային բեղմնավորում, ինչի գնալ 6 անգամ դրա ու չես հասկանում լոգիկան իրոք չեմ հասկանում։ Ու նմանատիպ շատ ու շատ որոշումներ կարդում ես ու անհասկանալի է։ Հետևաբար պացիենտին չես կարողանում բացատրես, մի պացիենտը կամ հավատում է կամ չի հավատում դրան։ Իրանց էլ է հասկանալի, որ մարդիկ կարող են ասում են լավ, փորձենք 100,000 դրամ ծախսել այնքան, մինչև որ մի բան կստացվի, եւ իտո արդյունքում չի ստացվում ոչ մի բան։ Այսինքն, այսպես ասած, օրենքները, գրությունները, ոնց որ ասած, կնքվում են, բայց որակի վերահսկողություն չկա։ Որակի վերահսկողություն բացարձակապես չկա։ Նույն ձևի, օրինակ, տարբեր կլինիկաներում գնացած եկած պացիենտներին, երբ որ խնդրում եմ, ասում եմ, գալիս են, ասում եմ, տվեք, տեսնեմ, սաղմեր են տեղափոխում, օրինակ, ասում եմ, բերեք ձեր լիստը, հա, թերթիկը, սաղմնաթերթիկները։ Հա, սաղմնաթերթիկը հայերեն։ Չկա նման ինֆորմացիա, то есть մարդուն հրաժարվում են տալ այդ թերթիկը։ Ես որպես բժիշկ չունեմ ինֆորմացիա, ինչա այդ նախորդ պատմությունը կրյոտոպի վրա, որ պետք է հալեցնեմ, եւ ունեցել եմ օրինակ դեպք, բերել են գրված է եղել 2 սաղմ, հալեցրել եմ եղել է 3, չգիտեմ երրորդը ումն է եղել կամ որտեղից կամ ու շատ վատ որակի։ Գիտեք, կան դեպքեր, որ իրոք մարազմատիկ բանը, չգիտես, ու այդ սոլիդարնեսը չես ուզում ոնց որ անցնես սահմանները։ Ես չեմ սիրում զանգել բժիշկների հետ կռվել եւ այլն, բայց առողջ գիտակցության սահմաններում փորձում ես տեղ հասցնել, որ միգուցե կա այլ տարբերակներ, դուք չգիտեք դրա մասին, մի քիչ կարելի աշխատել, կարելի է մի քիչ նայել դրսի, ասենք, պրոտոկոլները, կարելի է հասկանալ, էլ ինչա կատարվում աշխարհում, Հայաստանով չի սահմանափակվում, ամեն ինչ ու Հայաստանով չի սկսվել։ Դրանից կանչել քննարկման մասնագետներին, ես հասարակական կազմակերպության ղեկավար եմ, ես դեպք չեմ հիշում, որ որևէ բաց քննարկման հրավիրած լինեն, կարծիք հարցնեն։ Լավ, որպեսզի մեր հանրությունը պատկերացնի, մի քիչ հանրամատչելի լեզվով իրանց բացատրենք, թե ինչ է անում բժիշկ էմբրիոլոգ սաղմնաբանը, ասենք ինչ գործառույթ ունի, ինչ է անում, որ պատկերացնի։ Տեսեք, իմ գործը ամենապատասխանատուն է, որովհետև անկախ նրանից, երբ ռեպրոդուկտոլոգը, հա, վերարտադրողաբանը սկսում է նախապատրաստել պացիենտին, որպեսզի արդեն արհեստական ճանապարհով ստանանք ձվաբջիջները, իմ գործը ստացված բջիջների հետ աշխատանք։ Այսինքն դա ամենապատասխանատու գործն է, որովհետև 99% աշխատանքը կախված է սաղմնաբանի ձեռքերից, աչքերից եւ տրամադրությունից, որովհետեւ եթե ինչ-որ բան այն չգնա, արդեն կորում է այդ մի քանի ամսվա արված աշխատանքը։ Սաղմնաբանը ինչ է անում, հանրային լեզվով ասեմ, հանդիպացնում է սպերմատոզոիդի ձվաբջիջի հետ, այո, եւ որից ստացվում է երեխա։ Ավելի պարզ մենք միկրոսկոպի տակ սարքում ենք կյանք։ Վերցնում ենք արհեստականորեն ստացված ձվաբջիջները, բառը, որը արհեստականորեն հնչում են, քանի որ մեր հասարակության մեջ կար մի շերտ, որը էկոյով ծնված երեխաներին անվանում է արհեստական երեխաներ, դա իմը չէ, կան տղամարդիկ, որ ասում են էկո չենք ուզում, դա իմ երեխան չի եւ այլն։ Եթե այլ տարբերակ չկա, ուզի չուզի։ Ուզում ստարկ այդ կարծրատիպը կոտրվի, որովհետեւ եթե բիոլոգիական ծնողները դուք եք, հանձնում եք ձեր բիոմատերիալը, այլ տարբերակ չի կարող լինել։ Հասկանալի է, որ կարող են լինել այլ դեպքեր, դոնոր եւ այլն, բայց կոնկրետ դեպքերում, եթե կինը կնոջից վերցնում ենք իր ձվաբջիջները եւ ամուսնուց իր սերմնաբջիջները, այլ տարբերակ լինել չի կարող։ Պարզապես ես միջամտում եմ այդ հանդիպմանը, որը որ չի կատարվում արգանդափողերում, ես հանդիպացնում եմ իրանց արհեստական ճանապարհով, ընդհանրապես։ Եվ 5 օր պահելուց հետո, երբ որ ստանում ենք հասուն սաղմը, որը որ արդեն պատրաստ է հղիացնելու, պատրաստ է կյանք ու կենսունակ է, մենք տեղադրում ենք դա կնոջ արգանդի խոռոչում եւ ստանում ենք հղիություն։
Ընդհանրապես սա շատ Այսինքն այստեղից էմփուլը, որ սեռական հարաբերության ժամանակ ձվաբջիջը ու սերմնաբջիջը հանդիպում են արգանդափողում, այս հատվածը դուրս է գալիս ու արդեն անմիջապես արգանդափողի դերը հանդիսանում է լաբորատորիան, տեղադրվում է ու արդեն սկսում է հղիության վերահսկման պահը։ Տեսեք, մենք մինչև հիմա էլ ենք ունեցել, մինչև 20 թիվն էլ ենք ունեցել այն խնդիրը, որի մասին ուզում եմ ասել, որ մեր հասարակությունում կան շատ բարձր տարիքի աղջիկներ, որոնք դեռ չեն կարողացել իրացնել իրենց մայրանալու բերկրանքը չեն ունեցել, չեն ամուսնացել, չունեն սեռական պարտնյոր եւ ասենք հիմա ոնց որ շատ է խոսվում նրա մասին, որ կարելի է ձվաբջիջները սառեցնել, որ հետագայում երբ որ տարբերակ լինի, այսինքն այդ ամենալավ տարիքի լավ ձվաբջիջները չկորցնելու համար ձվաբջիջները սառեցնել, որ հետագամ երբ որ պարտնյոր լինի կամ չգիտեմ դոնորի սերմ լինի, հնարավոր լինի ստանալ պտուղ։ Հիմա ուզում եմ այս պահը մի հատ բացատրենք, թե ինչ է նշանակում ձվաբջիջ սառեցնել, ինչ է կանում, սառեցնելը որն է, որտեղ են սառում, ինչքան են մնում, այ մոտավորապես։ Հա, շատ հետաքրքիր եւ ակտուալ հարց է, որովհետեւ օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում սա պրոֆասմոտրի պես մի բան է, երբ որ ամեն 35 արդեն սահմանային լրացրած ցանկացած կին անցնում է ձվաբջիջների սառեցման պրոցեդուրը։ Մենք քանի որ վերջին 10 տարում է շատ ակտուալ դարձել, մենք Մոսկվայում սկսել ենք դրանով զբաղվել 8-10 տարի առաջ, Հայաստանում ոնց հասկանում եմ երևի 1-2 տարի, այն էլ շատ եզակի դեպքերում։ Դա նրանից է, որ հիմա օրինակ ձեր ասած դեպքերում 40+ կանայք են գալիս, որոնք չեն իմացել դրա մասին, որ կարող էր լինել նման երևույթ, կարելի էր սառեցնել եւ հիմա չունենալ այդ խնդրեմը։ Եվ ովքեր էլ որ արդեն ունեն այդ հնարավորությունը, մեծամասնությունը 90% հասարակությամբ տեղյակ չի, որ կարելի է ուղղակի, այսպես ասած, ապահովագրվել այդ միջոցով։ Այո։ Եվ կարող է հետո դա вообще պետք էլ չգա, կարող է չօգտագործվի ընդհանրապես մարդիկ կարողանան ու հղիանալ բնական ճանապարհով, դա չլինի, բայց դա մի տեսակ հանգստություն եւ ապահովագրվածություն է կանոջ համար, որ 40+-ում դու այդ խնդրեմը չես ունենալու։ Ցավոք սրտի ստեղ հավելեմ նաեւ, որ մենք պատերազմից հետո ունենք, եթե վերցնենք պաշտոնական տվյալները մոտ 5-ից 7000 տղաների կորուստ, հետևաբար այդ աղջիկները մնում են առանց սույկ ու այդ սերնդի հետ մենք հեսա մի 5 տարի հետո խնդիր ենք ունենալու այդ աղջիկների հետ։ Բնականաբար, եւ մենք ունենք մենտալիտետի խնդիր, տեսեք, ամեն ինչի, որ կարող է գնալ նրան, գնալ օրինակ չամուսնացած, էկոյով երեխա ունենալ։ Այդ մշակույթը մենք դեռ չունենք։ Բոլորի ուզում եմ բոլոր կանանց ասել, որ դուք երեխան ունենում եք ձեր համար, դուք չեք ունենում որևէ տղամարդու համար, դրա համար մի կորցրեք ձեր շանսը, հասարակությունը ընդհանրապես ոչ մեկը, որ ազդի ձեր հետագա կյանքի վրա, որովհետև 40-ում եթե դուք դեռ մտածում եք, որ հարևան Վարդուշը ինչ պիտի ասի, որ դուք երեխա բերեք, պիտի ասի, ինչ որ մեկի ամուսնուց է երեխա բերել, ինչ պիտի մտածի, հա, այս բամբասանքների մակարդակը, արդեն 45-ում, 50-ում, երբ որ դուք մնում եք ընդհանրապես մենակ ու չունեք ոչ մեկ, այդ հարևան Վարդուշը արդեն չկա, եւ ձեզ ընդհանրապես քննարկողել չկա ու դուք մենակ եք։ Այո, մեր բարեկեցիկ կյանքը կամ չբարեկեցիկ։ Այո, ես ուղղակի ես այն կանանցից եմ, որ միշտ մի 10 տարի առաջ եմ նայել ամեն ինչին, դեռ տենց փոքրուց միշտ 10 տարի պլյուս եմ նայել ամեն ինչին։ Դրա համար հիմա ասենց սա ինվեստիցիա եք անում դուք ձեր վրա, սարեցնում եք ձեր ձվաբջիջները ու հանգիստ ապրում եք ձեր համար։ Երբ որ մի հատ հատուկ տարիքում կհասկանաք ձեր ասպետը, քանի որ այսօր տղամարդիկ են գնալով վերանում երկրի երեսից, այդ ասպետը չի հայտնվում։ Առանձի շատ սուր ու լավ թեմա է։ Այո, ես միանշանակ դա կարամ ասեմ, ու քանի որ այդ խնդրեմի հետ կարող ենք առնչվել, ավելի լավ է սառեցնել, հետո կարելի է շատ հանգիստ դոնորով ունենալ երեխա, կամ եթե չեք ուզում դոնոր, շատերը ասում են, ուզում եմ իմանամ ումից եմ ունենում, գոնե այդ դեպքում այդ տարբերակով կունենաք կօգտագործենք սառեցված բջիջները, որտեղ 45-ում իրոք բոլոր կանայք
ովքեր գալիս են իմ մոտ, ասում են 40+, 45, ես իմ պրակտիկայում 10 տարվա մինիմում էմբրիոլոգիայի չեմ ունեցել 45-ում սեփական բջիջներով հղիություն, սուտ կլինի դա։ Ամենաբարձր տարիքը դա 44-ն է հրաշք կարող է լինի, իսկ որոշակի դեպքեր, որ հղիանում են 48-ում 50, դա եզակի դեպքեր են, դա միշտ չի ու բոլորի մոտ չի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջի մի քանի տարին երիտասարդ տարիքը համարում է մինչև 44։ Հիմա մեր համար էլ այդ ռեպրոդուկտիվ առողջության տեսանկյունից մինչև 44 իրականում այդպես է։ Փաստը որ 44 տարեկանում էլի 40+-ում արդեն դա խնդիր է։ 44-ում մենք կարող ենք արտաքին տեսքով շատ լավ երևալ, բայց կա բիոլոգիական տարիք, այն էլ ձվարանների համար, որը որ ունի իր հատուկ պաշարը, որը որ կյանքի ընթացքում սպառվում է, 44-ում շատ վատ որակի եւ շատ քիչ մնացած զվաբջիջներ ունենք, գիտեք, դրա համար պետք չի ափսոսել, պետք չի մտածել ով ինչ կասի, ընդհանրապես դա վտանգավոր երևույթ չի առողջության համար։ Պրոցեդուրան, որ տարածում են շատերը, ոյ ստիմուլյացիայից հետո ռակով հիվանդանում են, չգիտեմ, քաղցկեղ, այդ սառեցնելը զվաբջիջները։ Սառեցնելը նույն պրոցեդուրան ենք անցնում, հետազոտում ենք առաջին ամիսը կնոջը, բոլոր հետազոտությունները, անալիզները եւ այլ, եթե ոչ մի խոչընդոտող բան չկա, երկրորդ արդեն ցիկլում մենք ստիմուլյացիա ենք անում, այսինքն խթանում ենք մեկ ձվաբջիջի ամենամիտ զարգացող փոխարեն, որպեսզի զարգանան անտրալնի մի ինչքան որ առաջիկա 1 տարում օրինակ պլանավորված էր, հա, եւ այդ մեկ ձվաբջիջի փոխարեն մենք ստանում ենք 5, 10, 20 կախված ցանցիմիլեր գորմոնի թվից։ Սա շատ լավ հնարավորություն է։ Այդ հորմոնները նույն հորմոններն են, որոնք որ մենք օրինակ ունենում ենք հղիության ժամանակ։ Հղիության ժամանակ կնոջ մոտ հազարապատիկ ավելի շատ են բարձրանում այդ նույն հորմոնները, քան թե ստիմուլյացիայի ընթացքում։ Գիտեք, դա չնչին դոզա է, որը որ ուղղակի նպաստում է բոլոր ձվաբջիջների միանգամից զարգանան, որպեսզի մենք կարողանանք մեկ պրոցեդուրայով, հա, անեսթեզիայի տակ ստանալ բավականին չափ, ոչ թե ամեն ամիս նույն պրոցեդուրան անենք, դա բոլորովին վտանգավոր չի, ես ինքս 2 անգամ սառեցրել եմ, конечно Հայաստանում չեմ արել, բայց կապ չունի, հետո ինձ դա պետք չի եկել, կապ չունի, բայց մի տեսակ անջատվում ես, արդեն չես մտածում, որովհետև քանի չես արել, մտածում ես անեմ մի բան անեմ, առաջին պատահած թե ամուսնանամ, որ երեխա ունենամ, տարբեր խնդիրներ կա, իրոք դա հոգեբանական պահ է, որ արդեն 35+-ում բոլոր աղջիկների մոտ կա, բայց որ արդեն սառեցնում ես, դրա մասին ընդհանրապես չես մտածում, թե կարիերայի առումով, թե ինչ-որ անձնական ընտրության հետ կապված, ուզում եմ ասեմ, պրոցեդուրան ինքը լայն տարածված չի, ինֆորմացված չի, բայց հիմա երևի շատ կսկսենք խոսել, պրոպագանդել, որ մարդիկ տեղյակ լինեն եւ անեն։ Ես ոչ այդքան ուզում եմ պրոպագանդեմ, այլ որքան ուզում եմ որ պատկերացնեն, որովհետեւ մեր հասարակությունում կան, այսպես ասած, ամոթ հարցեր, որոնք որ շատ անգամ նույնիսկ բժշկին չեն հարցնում, կամ հարցնելիս էլ կարող է դիմացի մասնագետը, մասնավորապես գինեկոլոգը, մի քիչ ոչ adekvat ռեակցիա տա ու տվյալ մարդը մոլորված ընկնի դռնեդուռ ու սխալ տեղեր։ Դրա համար ես ուզում եմ, որ պատկերացնեն, թե դա ինչ է ու ասենք սառեցնել հասկացողությունը, ինչքան այդ ձվաբջիջը իրան սպասում, քանի տարի։ Այս պահերը, որ սառեցումը ժամկետ չունի, այդ ձվաբջիջը թե սաղմը, թե սերմնայոկը, որովհետև տղամարդիկ են շատ իմ պրակտիկայում էլ կան դեպքեր, որ ռուսերեն отложенное материнство, отложенное отцовство այդ շատ լավ ծրագրեր են, որոնք որ ոչ միայն կանանց համար են, ճիշտ է, տղամարդիկ բախները բերել այդ առումով էլ չունեն, տենց խնդրեմ, որ հետո կարող է իրենց զապասը վերջանա, բայց նաև կան խնդիրներ իրենց մոտ։ Տեսեք, ժամկետ չունի սառեցումը, ժամկետը ինչքան ուզում ենք պահում ենք, որովհետև դա պահվում է հեղուկ ազոտի մեջ, -196 աստիճանում։ Դուք այդ պայմանները ունեք։ Այո, բոլոր պայմանները ստեղծված են եւ ոչինչ չի պատահի իրենց սառեցված վիճակում, ուզում եք 10 տարի պահեք, ուզում եք 30 տարի պահեք։ Ես էմբրիոներ եմ ունեցել, սառեցրել եմ, տեղադրել եմ 10 տարի անց, հալեցրել եմ։ Այնպես որ դա ժամկետ չունի եւ հանգիստ կարելի է անել։ Նույնիսկ ստե ուղղակի պետք է անի պրոֆեսիոնալը, որպեսզի ամեն ինչ արվի ճիշտ։ Ուղղակի մեր իրականության մեջ կան
գինեկոլոգներ, հազար ներողություն, որ անում են խելքից դուրս իրենց չվերաբերվող պրոցեդուրաներ։ Անում են բաներ, որ ընդհանրապես արդյունք չունեն։ Հետո պացիենտին գցում են մոլորության մեջ։ Երբ որ դու աշխատում ես մաքսիմալ անկեղծ լինես, ես օրինակ ունեցել եմ դեպքեր, երբ որ եկել են անալիզներ են հանձնել, տվյալ անալիզը չի ստացվել, այս դեպքում սերմնայեղուկի հետ կապված, որ եղել է ազոսպերմիա, то есть вообще, զանգել եմ պացիենտին, ասում եմ, ես հետ եմ վերադարձնում ձեր գումարը, որովհետև անալիզը չի եղել, զարմացել են, ասում եմ, ոնց թե հետ ենք վերադարձնում, որովհետև նման մշակույթ չկա Հայաստանում։ Չէ, իհարկե կա, ուղղակի անբարեխիղճ մասնագետներ միանշանակ կան ու շատ են ցավոք սրտի։ Որոշ գինեկոլոգներ այդ նույն դատարկ սպերմայով, որը սառեցման էլ ենթակա չի, մարդիկ վերցնում պրոցեդուրաներ են անում։ Դարակով մի մտածել այդ զոնա, որտեղ վերցի զրույցներ եմ ունեցել տարբեր մարդկանց հետ, ընդհանրապես բժիշկներս պարտավոր ենք մեզ բարոյականության սահմաններում պահել, իսկ բարոյականությունը ասում է մի վնասիր բժշկության մեջ հաստատ։ Իսկ երբ որ դու մարդուն խաբում ես, այսինքն դու չես տալի այն ինչ որ ինքը քեզանից սպասում է ու դա չես ընդունում, որ դու չես արել, ուրեմն խաբում ես ու նրան ժամանակը կորում է, երբ որ ինքը այդ ընթացքում կարող է գնալ այլ տեղ։ Այո, ես պացիենտներ եմ ունեցել, օրինակ հիմա պացիենտկա ունեմ 43 տարեկան, 38 տարեկանից, մարդը մի բժշկի մոտ է հաճախում ու արդյունք չկա։ Ստացվում է, որ իր ռեպրոդուկտիվ տարիքը կորցրել է մի բժշկի մոտ, արդյունք չունի, էմբրիոն չունի, ու արդեն ձվաբջիջ չունենք։ Եվ դեռ չգիտենք ինչ պիտի լինի, որովհետև դեռ մտածում ենք ոնց փրկենք այս սիտուացիան։ Այո, այդ միանշանակ։ Շատ լավ։ Տղամարդկանց մասով, ասենք դիմողներ կան, հա, այս նույն խնդիրներով նկատի ունեմ, որպես եւ դոնոր հանդիսանալու հետ կապված մենք խնդիր ունենք, թե չունենք, ասենք տղամարդիկ համաձայնվում են լինեն սերմնահեղուկի դոնոր, թե այդ մասով խնդիր ունենք, ոնց է իրավիճակը։ Գիտեք, իմ համար զարմանալի է, բայց ավելի ակտիվ են տղամարդիկ, քան կանայք, որովհետև համեմատության համար զուտ գումարային առումով, եթե կանանց դոնոր կանանց ավելի մեծ գումար ենք վճարում, որտեղ այնտեղ ուրիշ պրոցեդուրա է, քան տղամարդկանց, զանգերը ու դիմողները շատ են, հետաքրքիր է։ Դոնորի պրոբլեմ իհարկե ունենք Հայաստանում, որովհետև հաշվի առնելով, որ մի քանի կլինիկա են, հետո այդ նույն դոնորները կարող են տարբեր կլինիկաներ գնալ, հանձնել բիոմատերիալը ու տղամարդ դոնորների հետ այդքան չէ, ինչքան կին դոնորների հետ, որ հետո այդ սերունդը մեծանալու է ու մենք ունենալու ենք ուրիշ պրոբլեմ։ Այո։ Նույն պրոբլեմը այն անպատղության հետ կապված ինչ որ ունեն համարյա նույն տոկոսը ինչ որ ունեն կանայք ունեն նաև տղամարդիկ, որովհետև այստեղ էլ կա շատ անգրագիտություն Դա գալիս է մայրերի անգրագիտությունից, որ մեծացնում են իրենց տղաներին, հասնում են բանակ գնալու տարիքին, նոր տղան գնում է բանակի կոմիսիայի, նոր պարզվում է, որ այդ տղան ուներ օրինակ գիպոտեստոտերոնեմիա, ուներ այնտեղ կորտիզոլ բարձր, ուներ պրոբլեմ եւ մարդը ունի կոնկրետ պրոբլեմ եւ մայրը երբեք իրան բժշկի չի տարել, չի մտածել, որ մի քիչ դժվար է մեր կոնտակտը Հայաստանում էլի վերադառնանք մայր ու տղա այդ հարաբերություններին, սեռական դաստիարակությանը, հա նույն ձևով ասենք դեռ մինչև հիմա իրականության մեջ գյուղերում կան կույս աղջիկներ պսակող մայրեր, որ իրենց աղջիկներին չեն ասում ձեր այդ ինչ պիտի լինի։ Այդ միանշանակ իսկ սեռական դաստիարակության մասին ընդհանրապես չենք խոսում, որովհետև չենք խոսում։ Ես ու սեքսոպաթոլոգ վրեժը երևի մի 15 տարի այդ թեմով պայքարում ենք ու չէ, այստեղ պայքարը համատեղ պայքար պետք է լինի։ Երևի չգիտեմ էլ ինչ մակարդակի պայքար պիտի լինի, որ հասարակությունը այդ ամաչելու դա ամաչելու թեմա էլ չի, էլի։ Կարելի է տղա երեխա մեծացնել ու մինչև 16 տարեկան մի օր բժշկի չտանել հասկանալու այդ տղայի երեխայի սեռական օրգանները զարգացել են թե չէ։ Կամ դեպքեր գիտեմ, հիմա զավեշտի ժանրից է, որ այն կարգի անգրագետ են եղել, որ նույնիսկ ամուսնացել են այդպես անգրագետ ու օրինակ մի անգամ կնոջ հետ չի ստացվել հարաբերություն, 2 տարի տենց ապրել են առանց որևէ հարաբերության, հետո ասում են մեր հարսը չբերա, բերում են հարսը դեռ կույս է, ասում են ինչ են կարող է ձեր տղայի հետ խնդիր կա եկեք մի հատ այնտեղ հետազոտենք։ Կան նման դեպքեր, մեր հասարակությունը ունիկալ է այդ առումներով, բոլորը հարսներն են, չբեր տղաները ոչ որ բերում են հարսներին, ասում են մեր տղան հետազոտման կարիք չունի։ Հա, ասում են իրան նայ, ասում են ինֆեկցիա համատեղ պետք է բուժվեք ու տղաները ասում են մենք պրոբլեմ չունենք։ Կնոջս նայի, բայց ասենք նու այնտեղ վարակա, որ պետք է զույգով բուժվեն։ Հա, հասարակությունը զավեշտի մեջ են կապրում, իրոք խայտարակ
մանգրագիտություն։ Ենթադրենք եկան դոնորները, ես ուղղակի ուզում եմ որ պատկերացնեն մարդիկ, այդ սերմնահեղուկը ինքը լիարժեք հետազոտվում է, այսինքն դոնորական սերմի մասով ինչ է արվում, նո մոտավոր որ պատկերացնեն։ Ամենաառաջին այցելությունը գալիս են հանձնում են, նայում ենք սորական նայում ենք սպերմոգրաման, համապատասխանում է ստանդարտներին թե չէ։ Եթե արդեն внешне ինքը ինձ պետք է դուր գա, որ ես իրան վերցնեմ, գոնե մեկին պետք է դուր գա, գոնե ես պետք է իմանամ ում եմ վերցնում։ Դե բնական է, որտեղ հետո գենետիկական հետո որ գալիս են զույգեր, ես դոնոր են ուզում, ես մտածում եմ, որ դոնորը որ մի զույգին նման կլինի, մի քիչ չեմ կարող ասենք 1.80 բոյով տղային, ասենք որտեղից 1.50-ին տամ էլի, չի կարող։ Հետո զարմանան այդ բալիկը որտեղից է։ Նայում եմ արտաքին տեսքը, քանի որ մենք մենակ ցույց ենք տալիս մանկական նկարները, մոտավորապես ես փորձում եմ համատեղացնեմ այդ դոնորներին ռեցիպիենտի հետ։ Դոնորին մանկական նկար։ Միայն մանկական նկար։ Որ ասենք այդ կինը նայի պատկերացնի ենթադրենք իր բալիկը ինչ մոտավորապես դիմակտերան է։ Որովհետև այն էլ Հայաստանում եթե հիմա չափահաս մարդու նկարը ցույց տաս կգնան կգտնեն հետո պատմություն կդառնա։ Կոնֆիդենցիալ գաղտնիքը ընդհանրապես չի կարելի։ Առաջին տեստը անցնելուց հետո եթե արդեն համապատասխանում է ու արտաքին տեսքով ամեն ինչով ես կանչում եմ երկրորդ անգամ հետազոտում եմ գենետիկ սկրինինգ, պարտադիր բոլոր ժանանգական հիվանդությունները, դա ոչ բոլոր կլինիկաներն են անում, բայց ես պարտադիր եմ դա համարում, որովհետև մարդ ես, եթե հանկարծ թեկուզ շատ հազվադեպ պատահող գենետիկ հիվանդություն լինի ու միամիտ համընկավ, պատասխանատու լինելու եմ, նմանատիպ դեպքեր աշխարհում շատ են եղել, դրա համար ես համարում եմ, որ ճիշտ է միանգամից գենետիկ սկրինինգը, այնտեղ արդեն ինֆեկցիաները, գեպատիտները եւ այլն, ու արդեն դա պակետ ու դրան դա ես հետազոտում եմ կլինիկայի հաշվին, то есть մենք սա բեսպլատնի անում ենք, հետո ուղարկում ենք արդեն կանչում ենք իրեն հանձնելու ինչքան որ պետք է մեզ դոզան։ Այսինքն այն կանայք, ովքեր դիմում են դոնորական սերմի եւ հակառակը դոնորական ձվաբջիջ կարող են համոզված լինել, որ լիարժեք հետազոտությունը կատարվում է, բոլոր այդ բաղադրիչները հաշվի են առնվում։ Բացի նրանից, որ մենք տրամադրում ենք բացի նրանից տրամադրում ենք տվյալներ, օրինակ արտաքին տեսք, հասակը, քաշը, ինչով է զբաղվում մասնագիտությունը եւ այլն, անպայման պետք է լինի անկետա նրա մասին, թե ինչ հիվանդություններ կամ ունեց կամ նախատրամադրվածություն ունի, որովհետեւ անպայման պետք է պացիենտը տեսնի ինչ ես սկրինինգը, տվյալները ես չեմ հայտնում անուն ազգանունը եւ այլն, բայց անալիզները անպայման ես տրամադրում եմ։ Շատ լավ։ Իհարկե իդեալական կլիներ, որ բոլորը իրենց կյանքում գտնեին իրենց երկրորդ կեսին, իդեալական կլիներ, որ բոլորը բնական ճանապարհով հղիանային, բայց քանի որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին մենք խոսեցինք, ես շատ ուրախ եմ, որ կան մասնագետներ, որոնք որ մտածում են նրա մասին, թե ոնց անեն, որ ստեղծեն ալտերնատիվ տարբերակներ, որպեսզի մարդիկ կարողանան երեխա ունենալ եւ վայելել երեխա ունենալու երջանկությունը, ավելացնելու բան ունեք մեր զրույցին։ Կուզեի ուղղակի, այսպես ասած, կոչի տեսքով մեր կանանց խորհրդի տեսքով ավելի շատ, որ չխնայեն իրենց այդ մոտավորապես 1 միլիոն դրամը եւ պարզ է, որ դժվար է աշխատել, դժվար է գտնել, բայց չկորցնեն ռեպրոդուկտիվ տարիքը, չկորցնեն ռեպրոդուկտիվ տարիքը, որպեսզի կարողանան հետո այդ մայրենալու բերկրանքը վայելեն, որովհետև կյանքը անցնում է շատ արագ, հիմա շատ դժվար է ամեն ինչ, շատ դժվարությամբ երիտասարդությունը հատկապես շատ դժվարությունների միջով անցնում, պետք է պարզապես տրամադրել 2 ամիս ամեն կին իրեն տրամադրի եւ սառեցնի զվավիժներ, եթե հետագան պլանավորում է մայրանալ։ Ես այստեղ նաեւ որպես գինեկոլոգ էնդոկրինոլոգ ուզում եմ հորդորել, որ այո, դեռահաս տարիքից աղջիկներին նաեւ բերեն, որպեսզի կարողանանք հորմոնալ խնդիրներ լուծենք, որպեսզի չթողենք բանը հասնի նրան եւ ասենք կամ ուսնանաս կանցնի մազակալում կամ կամուսնանաս դաշտանային ցիկլետ կկարգավորվի, նման բաներ չկան։ Այսինքն կապը ամուսնության եւ այսինքն պետք է ժամանակին
ամեն ինչը բուժել, որ հետագայում նաև անպտղության խնդիրներ չառաջանան, որ չդիմեն իմ կամ ձեր օգնության։ Ինչևէ, մաղթենք մեր ազգաբնակչությանը առողջություն, կարևորը որ մեր բժշկությունը զարգանում է, հնարավորություններ ստեղծվում են բոլոր խնդիրները լուծելու համար։ Շնորհակալ եմ շատ, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ իմ հյուրն էր բժիշկ էմբրիոլոգ, կենսաբանական գիտությունների թեկնածու Լուսինե Մարտիրոսյանը։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։